Համակարգի ուժը վստահության մեջ խորագրով ներքին գործերի նախարարության տարեկան համաժողովը հնարավորություն տվեց ամփոփելու նախարարության գործունեության արդյունքներն ու իրականացված բարեփոխումները, ինչպես նաև նախանշելու համակարգի զարգացման հետագա ուղղությունները, որոնց հիմքում քաղաքացի պետություն հարաբերություններում վստահության ամրապնդումն է։ Մասնակցում էին օրենսդիր եւ գործադիր մարմինների, միջազգային գործընկեր կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Համաժողովի շրջանակում անցկացված կրթությունը, մասնագիտական զարգացումը եւ մարդկային կապիտալը անվտանգության ոլորտում խորագրով պանելային քննարկման առանցքում կրթական նոր մոդելների ներդրման կիրառելիության, վերապատրաստման գործընթացների արդյունավետության գնահատման, ինչպես նաև մարդկային ռեսուրսների կառավարման կատարելագործման հարցերն էին։ Քննարկման բանախոսներն էին ազգային ժողովի падգամավոր, աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանը, ներքին գործերի նախարարության կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանը, 112 օպերատիվ կառավարման կենտրոնի պետի տեղակալ Արմինե Հայրապետյանը, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Մկրտիչ Այվազյանը եւ հոգեբանների հայկական գիտական միավորում հասարակական կազմակերպության նախագահ Դավիթ Ամիրյանը։ Կարևորվել է կրթություն, գիտություն, պրակտիկա կապի ամրապնդումը եւ ընդգծվել, որ այն հնարավորություն է տալիս ձևավորել ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու ունակ բարձրակարգ մասնագետներ։ Կրթության արդյունքները երևում են ոչ միայն բուհը կամ միջին մասնագիտական կրթական ծրագիրը կամ նախնական կրթական ծրագիրն ավարտելուց հետո, այլև նաև աշխատանքի ընթացքում ձեռք բերած հմտությունների հիման վրա կրթական բաղադրիչը բարելավելու եւ հետագայում կատարելագործելու տրամաբանությամբ։ Անդրադառնալով համալիր մտածողության եւ սթրեսակայունության թեմային, բանախոսներն ընդգծել են, որ ժամանակակից մարտահրավերները պահանջում են պարզունակ լուծումներից անցում դեպի համակարգային եւ բազմաշերտ մոտեցումների։ Սա ենթադրում է գիտահեն կրթության ապահովում, ինչն ուղղակիորեն կնպաստի արտակարգ իրավիճակներում արձագանքման ժամանակի կրճատմանն ու մարդկային կյանքերի փրկության արդյունավետության բարձրացմանը։ Ժամանակակից մարտահրավերները եւ ժամանակակից աշխարհի բոլոր ուղղորդումները նրան են միտված, որ մեր գործողությունները այս ոլորտում լինեն ոչ թե արձագանքման, այլ կանխատեսման, կանխարգելման, հնարավորինս նվազեցման ուղղություններով։ Բանախոսների դիտարկմամբ ներքին գործերի նախարարության համակարգում ներդրվող երկխոսային մոդելը, որը հիմնված է սոցիալական հոգեբանության գործիքակազմի վրա, հնարավորություն է տալիս ծառայողների խորությամբ ընկալել տարբեր սոցիալական խմբերի վարքագծային առանձնահատկությունները։ Ընդգծվել է, որ ոստիկանության հանդեպ վստահությունը չի կարող ձևավորվել միակողմանի, անհրաժեշտ է կերտել այնպիսի հասարակություն, որի արժեքային հիմքում ընկած են մարդու իրավունքների հանդեպ անվերապահ հարգանքն ու արժանապատվությունը։ Միայն որակյալ կրթությունն է, որը որ կարող է ստեղծի այդ արժեքային հիմքը եւ այդ արժեքային հիմքը պետքա դառնա իրավունքի եւ մարդու իրավունքների գաղափարների վրա կառուցվող կրթական համակարգ, որը պիտի այդ հասարակությունը կառուցի։ Կրթության դերը դիտարկվել է նաև որպես արդյունավետ վահան հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության եւ մանիպուլյացիաների դեմ պայքարում։ Պետք է նաև հասկանալ, թե որքանով այն ուսումնառության վերջնարդյունքները, որոնք որ նախատեսված էին, իսկապես ձեռք են բերվել եւ արդյոք դրանք ճիշտ էին սահմանված։ Նաև դրա համար պետք է հասկանալ, թե ինչպիսի ազդակներ մենք պետք է ստանանք շրջապատից, որոնց հիման վրա կարող ենք դատողություններ անել։ Անդրադարձ է կատարվել կրթական գործընթացներում գիտական ներուժի ներդրման եւ միջոլորտային հետազոտությունների իրականացման անհրաժեշտությանը։ Բանախոսները կրթությունը բնորոշել են որպես ռազմավարությունների ռազմավարություն, դիտարկելով այն որպես երկրի անվտանգության եւ զարգացման հիմնարար գրավական։ Ժամանակակից հասարակությունները բախվում են այնպիսի մարտահրավերների, որ 90-ականների հայը, 2000-ականների հայը չէին բախվում։ Եվ այս տեսանկյունից այո, կրթությունը ունի անելիք, մենք ակնկալիքներ ունենք ոչ միայն բովանդակային իմաստով, այլ նաև վերաբերմունքի տեսանկյունից։ Ամփոփելով պանելային քննարկումը, բանախոսները շեշտել են, որ անվտանգությունը սկսվում է կրթությունից եւ միայն մասնագիտական գիտելիքներով եւ հմտություններով օժտված քաղաքացին կարող է ապահովել պետության կայուն զարգացումն ու հանրային անվտանգությունը։